Երևանում օդը վերջին օրերին այնքան կեղտոտ է, որ հեռախոսների հավելվածներն են անգամ զգուշացնում։ Չարժե դուրս գալ զբոսանքի։ Հիդրոթերապևտաբանության կենտրոնը լավ կանխատեսումներ չունի նաև առաջիկա օրերի համար։ Օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաները բարձր են և դեռ էլի կբարձրանան։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը Երևանում տեղակայված մոտ 11 կայանների ցուցանիշները համեմատում է ամառվա տվյալների հետ, երբ ինտենսիվ շինարարություն էր ընթանում։ Այդքան բարձր ցուցանիշ, ինչքան մենք ֆիքսել ենք այդ վերջի երկու շաբաթվա ընթացքում, մենք չենք ունեցել։ Հիմա ցուցանիշը հասնում է, չգիտեմ, 460, 490 բան։ Սա ամենաբարձր ցուցանիշներից մեկը, եւ դա ոչ թե ամբողջ Երևանի վրա է տարածվում, այլ կոնկրետ մի քանի տեղ։ Օրինակ Արինչ, օրինակ Պարուսեվակի փողոցի մոտ տարածքը, Բաղրևանը եւ այլն։ Իսկ ինչպես եղավ, որ ձմռան շեմին օդն այսքան աղտոտվեց։ Տիգրան Ավինյանը բացատրում է. Տերև են այրում։ Երևանում ու Երևանից դուրս ծխում են դաշտ ու այգի, բակ ու փողոց։ Մի քանի տենց մեշոք տերևը ուղղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատ թարացումը։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն ասում է, որ մարդկանց իրազեկելու բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նույնպես զբաղվում է այս խնդրով։ Օրենքը կա, տուգանքը նույնպես, բայց խնդիրն ավելի խորքային է։ Օրենքը գործում է վաղուց, ինքը նոր օրենք չի, բայց այս դեպքում, ինչպես տերևների այրման դեպքում, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով խոզանների այրումը մեր հասարակության մոտ կարծրատիպային շատ խորը նստած մոտեցում է, որ իրենք համարում են դա օգտակար է, վառում են, բայց պետք է ավելի շուտ աշխատել մարդկանց մոտեցման եւ այդ գիտակցության հետ։ Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ բացատրում է, թե ինչու չի աշխատում օրենքը։ Օրենքը չի աշխատում, որովհետեւ վերահսկողությունը կամ չկա, կամ շատ թույլ է։ Այդքան բան։ Իսկ հիմա ինչպես դա իրականացվել, թող նրանք մի քիչ ուրիշ ձևով մտածեն, չգիտեմ, բացատրական աշխատանք, մենք միշտ ասում ենք բացատրական աշխատանք, ոչ մեկտեղ չի տարվում այդ բացատրական աշխատանքը։ Մենք ասում ենք գյուղացին ինքը ընդհանրապես հենց այնպես չի արվում, ինքը ընդհանրապես վերցնում է եւ ամբողջ տարածքը այրում է, բայց դրանով ոչնչացնում է ամեն մի միկրոօրգանիզմներ, որոնք մտնում են, որոնք բնակվում են հենց այդ գոհի վերևի շերտում։ Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել այս երևույթի դեմ պայքարելու համար։ Երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ այս մշակույթն այնքան է արմատացած Հայաստանում, որ նույնիսկ սահմանված 50,000, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 200,000 դրամ տուգանքը չի զգաստացնում։ Բնապահպանն իր աչքերով տեսածն է պատմում։ Ես ինքս ականատես եմ եղել, վերջերս վերադառնում էի ուրեմն Դիլիջանից եւ ճանապարհին մինչեւ ավազի հանքերը հասնելը, ես այսպես մուխ եմ կանգնած այդ գյուղերի անունը, ես չգիտեմ անկեղծ ասած, բայց այդ Սևանի ճանապարհը ավազի հանքեր կա, մինչեւ այդ գյուղեր կան սենց կորսի մեջ, ամբողջը մուխ ու ծուխ է, սենց ուշադիր նայեցի, տեսա, որ որտե տանիքներից է այդ ծուխը դուրս գալիս, այդ բակերից։ Երևանի շնչառությունն օր-օրից ծանրանում է։ Ծուխը ցրվում է, բայց թողացետքը մնում է մեր թոքերում, մեր երեխաների շնչառության մեջ, մեր ապագայի վրա։ Մասնագետներն ասում են, մարդկանց գիտակցությունն է պետք բարձրացնել։ Շատերը դեռ չեն գիտակցում, որ իրենց բակի անմեղ կրակը լուրջ վտանգ է պարունակում։ Իսկ լուծումն այնուամենայնիվ պետության դաշտում է։ Վերահսկողական գործառույթն իրականացնել է պետք։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։